Բարև ձեզ։ Այսօր կզրուցեմ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի հետ։ Պարոն Խաչատուրյան, շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Սկսենք հիմնադրամի ամենախոշոր ծրագրերից մեկից, որը իրականացվում է Տավուշում։ Երբ, ինչպես եւ ինչու սկսվեց այս ծրագիրը, որքան գիտեմ, սա հենց խմելու ջրի մատակարարման ծրագրին է։ Շատ լավ, խոսենք Տավուշի մասին, որ մեր ծրագրերից մեկն է, ընդհանրապես խոշոր ասեցիք, անդրադառնամ այդ ածականին, մեր ծրագրերը ոչ միայն մասշտաբային առումով խոշոր են, այլ նաև ֆինանսական ռեսուրսների տեսանկյունից նաև կարելի ասել բավականին մեծ ռեսուրսներ ենք ներդրում։ Մասնավորապես Տավուշում, Տավուշի մարզի 23 բնակավայրերում սահմանամերձ Ադրբեջանի հետ, որտեղ որ ոչ միայն ջրամատակարարման ուրեմն ծրագրեր ենք իրականացնում, այլ նաև ոռոգման գծերի արդիականացման, կառուցման եւ այլն։ Այսինքն թիրախավորում ենք 23 բնակավայրերը, գյուղերը, որ արդեն խոշորացված համայնքների ներքո են, մի քանի տարի է ինչ, ու կենտրոնանում ենք ամենակրիտիկական ենթակառուցվածքական սրերը, որը ջուրն է, այդտեղ կան գյուղեր, որոնք լուրջ խնդիր ունեն ջրամատակարարման խմելու ջրի հարցով, հիմնականում կարելի ասել բոլորը, դժբախտաբար, ու կան նաև բնակավայրեր, գյուղեր, որոնք որ ոռոգման ջրի նաև մեծ կարիքներ ունեն ու ներուժ կա այդտեղ, որտեղ մենք ցանկանում ենք ներդրել։ Ծրագիրը սկսեց 2020 թվականին, 21 թվականին ավելի ճիշտ, հուշագիր կնքվեց հենց Տավուշի մարզպետարանի հետ, որտեղ որ այս գեղեցիկ ուրեմն մասնավոր եւ հանրային համագործակցության շրջանակներում մենք սկսեցինք ներդրում կատարել այդ կարևորագույն, եթե ոչ ամենակարևոր, կասեի, ուրեմն ենթակառուցվածքների վրա։ Ինչպես են կազմակերպում աշխատանքները, ավելի կոնկրետացնենք ծրագրի մի քիչ բաղադրիչները։ Տեսեք, ամեն մի բնակավայրի ենթակառուցվածք նախ եւ առաջ ուսումնասիրվում է, ընտրվում է բնակիչների հետ խոսելով, մարզպետարանի նաև աջակցությամբ, հորդորմամբ եւ ընդհանուր ուսումնասիրությունից հետո մենք ձեռնարկում ենք ուրեմն նախագծային փուլը։ Ամեն յուրաքանչյուր ենթակառուցվածք ունի նախագծային փուլը եւ շինարարության փուլը։ Հետո արդեն շահագործման փուլը։ Եկեք 3 փուլերի բաժանենք, որտեղ 3 փուլերում էլ մենք իսկապես ներգրաված ենք ու ավելին ասեմ, շահագրգռված ենք, որ 3 փուլերում էլ հնարավորինս բարձր որակի ազդեցիկ ծրագիր կարող ենք իրականացնել։ Առաջին փուլը նախագծային փուլը, կարելի ասել ամենից կարևորը, որովհետև դա հիմք է հանդիսանում հետո, շահագործման եւ շինարարության, դա ամբողջովին մեր վրա ենք վերցրել։ Այսինքն հիմնադրամը թե ֆինանսապես, թե աշխատանքային առումով ամբողջովին նախագծը ինքն է պատվիրում, վճարում, հետևում եւ կարելի ասել նաեւ ֆիդբեքի, ձևաչափով այնպես ենք անում, որ հասնենք հնարավորինս լավագույն լուծումներին ենթակառուցվածքների տեսանկյունից։ Դա կարևորագույն փուլ է, որը անում ենք պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, ինչպես գիտեք, սուբվենցիոն ծրագրերը տարեց տարի թե զարգանում են, թե կրկնվում են, այսինքն ընդհանուր ընթացակարգը դիմումի կարելի է ամեն տարի դիմել, ու մենք ուրեմն այսպես ասած ներխուժել ենք այդ ընթացակարգի մեջ եւ փոխհամաձայնությամբ մարզպետարանի ու կառավարության, որտեղ որ ստանձնում ենք ամբողջովին նախագծի փուլը, հետո նախագիծը կարելի ասել նվիրում ենք, հանձնում ենք համայնքին, խոշորացված համայնքին, ով իր հերթին դիմում է ուրեմն պետությանը եւ ստանում հաստատումը, որպեսզի համաֆինանսավորվի արդեն շինարարական փուլը։ Համաֆինանսավորումը 30-70%-ի հարաբերակցությամբ, 30%-ը սովորաբար սուբվենցիոն ծրագրերում ընկնում է, մասնաբաժին ընկնում է ուրեմն գյուղերի կամ բնակավայրերի վրա, որը ամբողջովին մենք ենք հոգում որպես հիմնադրամ, 70%-ը ուրեմն ընկնում է պետության վրա։ Ինչն է գեղեցիկ այս ամբողջի մեջ։ Պետությունը շահագրգռված է, որ մարզերում, այդ թվում նաև ուրեմն Տավուշում եւ մասնավորապես սահմանամերձ, սահմանապահ համայնքներում ենթակառուցվածքների, այսպես ասած, թռիչքներ, ապահովի։
բայց եւ այնպես ոչ միշտ են ուրեմն համայնքները խոշորացված թեկուզ կարողանում նախագիծ պատվիրել, որովհետև դա թանկ հաճույք է իրականում 21-րդ դարում նախագիծ պատվիրել մոտավոր մեր հաշվարկներով 25-30 հազար դոլարի մասին ենք խոսում ընդհանուր նախագծի պատվերը, որը իրականում տևում է համարյա 1 տարի։ Այսինքն բավականին լուրջ, համալիր, համապարփակ նախագծերի մասին ենք խոսում, որը բավականին հաստ փաթեթներ են վերջում դառնում։ Շահագրգռված է ուրեմն պետությունը լավ նախագիծ ստանալուց, ու նաև շահագրգռված է, որպեսզի համայնքները արագ տեմպերով կարելի է ասել զարգացնեն իրենց բաները, ենթակառուցվածքները, որից կարծում եմ բոլորս էլ կհամաձայնենք ջրամատակարարումը խմելու ջրի գոնե ամենից կարևորն է։ Ոռոգումն էլ իր տեղը իհարկե կարևոր է։ Մենք դա ապահովում ենք, հետո որակյալ, այդ ամբողջ նախագծային փաթեթը տրամադրում ենք, նվիրում ենք համայնքին, իր հերթին դիմում է, դիմելուց արդեն պետությունը կարելի է ասել վստահ է, որ լավ նախագիծ է, քանի որ ուրեմն փոխըմբռնման համաձայնագրի շրջանակներում մենք պայմանավորվեցինք, որ այս բաժինը մեր վրա կընկնի ամբողջովին եւ հնարավորինս կտանք լավագույն նախագիծը, ու արդեն շինարարական ընթացքը սկսում է, որը ամբողջովին պետական տենդերների միջոցով է։ Մենք շինարարության ընթացքին հետևում ենք, որպես հիմնադրամ, մեր ինժեները հետևում է այդ ամբողջ ընթացքին, վստահ լինելու համար, որ լավ համապատասխանում է բնականաբար նախագծին, ու հետո անցնում ենք շահագործման փուլին։ Շահագործումը ինչու է կարևոր ու դրանով արդեն կամփոփեմ Տավուշի ծրագրերը մեր։ Շահագործումը այնքան է կարևոր, որ իրականում հսկայական փոփոխություն է ապրում բնակավայրը, մեծ փոփոխություններով են անցնում բնակիչները, ովքեր առաջին անգամ լինելով շատ հաճախ, եթե ոչ բոլորը, 30 տարվա ընթացքում ջրի համար սկսում են գումարներ վճարել։ Ժամանակին ու Հայաստանում դեռևս արկա են բազմաթիվ ենթակառուցվածքներ ջրային, որոնք որ ինքնահոս կերպով, ջուրը հասցնում են բնակչին կամ բնակիչը փորձում է ջուրը հասցնել իր ուրեմն տանը եւ սովորույթների դեռ շատ մեծ հարցեր ունենք, ինչպես կարելի է ջրի համար վճարել, ինչպես կարելի է պայմանագիր կնքել, ինչպես կարելի է նաև կոմունալ ծառայության հետ այնպիսի ընթացակարգեր ստեղծել, որպեսզի իրենք էլ կարողանան հետագայում ճիշտ սպասարկել եւ այլն։ Այսինքն այդ ամբողջ պատկերացրեցիք, չէ՞, այդ 3 փուլերի մեջ մեր հիմնադրամը կարևորագույն դեր է ստանձնել, շատ իրականում հուզող է այս ամբողջը, հենց 3 Տավուշում էի, եթե ճիշտ է, եւ այցելեցինք 4 բնակավայր, ուրեմն Կողբը, Նոյեմբերյանի տարածաշրջան, Սարի գյուղը, Սևքարը եւ Խաշտարակը Իջևանի տարածաշրջան, որտեղ որ կամ արդեն իսկ իրականացրել ենք ծրագրերը, կամ ընթացքի մեջ է, օրինակ հիմա Սևքար գյուղում ընթացքի մեջ է։ Իսկ այս քանի գյուղում է արդեն ավարտվել ծրագիրը։ Եթե ջրամատակարարման մասին ենք խոսում, ապա 3, իսկ եթե ոռոգման մասին ենք խոսում, արդեն 9։ Ընդհանուր առմամբ 12 բավական խոշոր ենթակառուցվածքներ մենք ավարտին հասցրել ենք, տեստավորել ենք, շահագործման ենք հանձնել եւ ամեն տարի կանոնավոր կերպով գնում այցելում ենք, խոսում ենք բնակիչների համար, ու այստեղ էլ կուզեի մի փոքր այսպես փակագից բացել մեր տեսանկյունից, որպես հիմնադրամ ինչն է իսկապես մեզ հուզում։ Գիտեք, երբ որ մի հատ ծրագիր ենք իրականացում կամ աջակցում ենք ինչ-որ ծրագիր իրականացնելու, այսպես ասված կան արդյունքները ծրագրի։ Արդյունքը ենթակառուցվածքի արկայությունն է, աշխատելն է եւ այլն։ Բայց մեզ իրականում ոչ միայն արդյունքն է հուզում, որովհետեւ համարյա վստահ ենք, որ արդյունքին կհասնենք բոլոր դեպքերում, հետևում ենք։ Որոշ մարդիկ նաեւ այստեղ կհարցնեին, իսկ ո՞րն է հիմնադրամի շահը այստեղ։ Հիմնադրամի շահը իրականում հասնելն է ազդեցությանը։ Ինչն է տարբերում արդյունքը ազդեցությունից։ Արդյունքը այս Տավուշի, եթե կոնկրետ օրինակով վերցնենք ջրամատակարարման ծրագրով, այն է, որ գյուղը արդեն հագեցած է ներքին ցանցով, ջրաչափերով, կան պայմանագրեր ստորագրված, բնակիչները արդեն ոնց որ ամիսը ամիս կամ տարեկան կտրվածքով վճարում են անում, ջրի համար, դա արդյունքն է։ Այսինքն ենթակառուցվածքը կա,
ու շահագործման պայմանները այսպես ասած է ստեղծվել են։ Բայց ինչն է ազդեցությունը։ Ազդեցությունը այն ամբողջն է, ինչ բխում է արդյունքից, այսինքն արդյունքն եղավ, հետո ինչ։ Հետո ինչ Սարիգյուղ համայնքը եթե վերցնենք, որը ամենից փոքր համայնքն է, որի վրա մենք կենտրոնացել ենք, մոտ 1100 բնակիչ, պատկերացրեք, որ Սարիգյուղում 30 տարի շարունակ որևիցե նոր տուն չի կառուցվել։ Որևիցե նոր տուն 30 տարի շարունակ չի կառուցվել։ Ընդհակառակը անընդհատ գյուղը դադարկվել է, արտակարգ է տեղի ունեցել, հա, եւ փակ դռներ են հայտնվել, ցավոք սրտի։ Այս ջրի ծրագրից անմիջապես հետո երկու խոշորագույն, կարելի ասել, թաղամասեր են արդեն կառուցվել։ Խոսում ենք ընդհանուր առմամբ 114 նոր տան մասին։ Սարիգյուղը ինքն իրեն 300 տուներ։ Պատկերացրեք 114 նոր տուն է կառուցվել, ինչու՞։ Պարզ պատճառով, որովհետև ապահովվել է գյուղը կենսական խնդիրը լուծել ենք ջրով, ապահովել ենք ու ժողովուրդը բնակչությունը տեղի արդեն չի ուզի ասել ապագա է տեսնում, բայց արդեն կարողանում է իր ամենօրյա հարցը լուծել եւ արդեն մտածել հետագայում թե ինչ կարող է անել։ Ունենք ընտանիքներ, ում հետ ես անձամբ եմ ծանոթացել, վերադարձել են։ Ունենք ընտանիքներ, ովքեր ոչ թե վերադարձել են, այլ ծագումով այդ գյուղից են ու իրենց ամառոցներն են կառուցում։ Ունենք ընդհանրապես գյուղի հետ կապ չունեցող մարդիկ, ովքեր վերադառնում են, այսպես ասած, ինչ որ մի տեղ, ինչ որ մի բնակավայր, որովհետև օդը մաքուր է, որովհետև պայմանները կան եւ այլն։ Այսինքն դա է ազդեցությունը, որին մենք իսկապես մեր արժևում որպես նպատակ դրել ենք, ոչ թե իրականացնել ինչ որ մի ծրագիր, բայց իրականացնել որպեսի ծառայի այլ արդեն ավելի վեհ, ավելի բարձր նպատակներին։ Իսկ որքան է կազմել ֆինանսավորումը ընդհանուր առմամբ այս ամբողջ ծրագրի համար։ Այս պայդրությամբ ինքը ֆինանսավորումը աճող է, ինչպես գիտեք, որովհետև մենք ունենք ծրագրեր նախագծային փուլում, ունենք ծրագրեր շինարարական փուլում, ունենք ծրագրեր, որ դեռ մտածում ենք, հա, իրականացնել։ Այս պայդրությամբ մոտավորապես 1.3 միլիոն դոլար միայն մեր մասնաբաժինն է ներկայացրել։ Դա բազմապատկեք 3-ով, քանի որ 30%-ն ենք մենք ընդամենը տալիս, 70%-ը արդեն պետությունն է հոգում, հետեւաբար պատկերացրեք ինչ մեծ ծավալների մասին ենք խոսում։ Իսկ ինչու հենց Տավուշ։ Ինչու ոչ։ Ինչ որ միտեղից պիտի սկսեինք մեր հիմնադրամը այնպես է իրականում ստացվեց, որ պայմանները, հա, կարելի ասել կային, թե տեղում բնակավայրները հետաքրքրված էին, մարզպետարանը անկեղծ բան ցուցաբերեց, շահագրգռվածություն մարզպետարանի եւ ընդհանուր պետական համակարգի մանավանդ տեղական ինքնավար մարմինների դերը այս ծրագրում շատ կարևոր է, որովհետև իրենցից պետք է կարիքները ճիշտ կարողանան գնահատել եւ ընթացքում կարողանալ արագ թղթաբանությունը կամ փաստաթղթաշրջանառությունը կազմակերպել, ավականու որոշումները ստանալ եւ այլն, հետեւաբար իրենց շահագրգռվածությունը շատ մեծ համար կարևոր է։ Դա կար, մեր մոտ կար նաեւ մարդկային ռեսուրսները, մասնագետները, որոնք որ կարողացանք ներգրավել այս ծրագրում, որը շատ կարևոր է, որպեսզի հնարավորինս լավագույն լուծումներին հետևից գնանք եւ որակը ստանանք, եւ ֆինանսական միջոցներն էլ կարողացանք ազատել ինչ որտեղ եւ արդեն ուղղել այս ամբողջ ծրագրին, այնպես որ ուղղակի միջավայրը ոնց որ բարենպաստ էր այս ամբողջին ու ժամանակն էլ իհարկե ուշացած ենք, եկեք համաձայնվենք, որ 2026 թվականին կամ թեկուզ 21 թվականին, երբ որ մեկնարկը տվեցինք, արդեն իսկ ուշ էր այս ամբողջի համար, հրատապությունը կար, պայմանները կային ու սկսեցինք։ Եվ այս տարի արդեն 2026-ին քանի բնակավայրում է նախատեսվում ավարտին հասցնել ծրագիրը։ Այս տարի 2026-ին շինարարության առումով կավարտենք 2 եւս բնակավայրում, եւս 2 նախագիծ ավարտին կհասցնենք եւ եւս 2 նախագծի մեկնարկը կտանք։ Այնպես որ ընդհանուր առմամբ կարելի ասել 6 տարբեր բնակավայրների հետ առնչություն կունենանք։
Պարոն Խաչատրյան, իսկ այս ծրագրերի զարգացմանը զուգընթաց ինչ եք նկատում նաև երիտասարդության շրջանում, արդյոք նրանք շատանում են բնակավայրերում, արդյոք նրանց մոտ ավելի շահագրգռվածություն է ավելանում այլ ոլորտներում զարգացնել հմտություններ, առավել ակտիվություն ցուցաբերել։ Ուղիղ փոխկապակցվածությունը մասնավորապես տվյալների հիմքով չի կարողանա ձեզ ապացուցել, բայց այո, աշխուժություն բնականաբար նկատում ենք այն բոլոր բնակավայրերում, որտեղ որ միջամտություն ենք ունենում կամ ունեցել, պետությունն իր հերթին ճանապարհաշինություններով, դպրոցաշինություններով եւ այլ մշակութային կոթողներով իր ներդրումը ունեցել է, այլ նաեւ մասնավոր սեկտորից ներդրումներ տեսնում ենք, այսինքն երեկվաս այցի փաստով ես կարող եմ ասել, որ իրականում դրական եւ ընդհանուր լավատեսության միտումներ հստակ տեսնում էինք ժողովրդի պահով, շատ հստակ։ Ջրի հարցը երբ լուծում ենք, մարդ արդեն սկսում է այլ բաների մասին մտածել, որը շատ ավելի ստեղծագործական են, տնտեսական ակտիվության է տանում եւ այլն։ Նույն Սարիգյուղ գյուղում բազմաթիվ բիզնես օբյեկտներ են օրինակ եմար բացվել, ընտանիքներ են, ինչպես ասում են, վերադարձել, հետեւաբար դպրոցին արդեն քանակ է ավելացնում, երիտասարդությունը սկսում է շատանալ, մեր ռոռոկման եւս դրան էլ անդրադառնանք, ռոռոկման ցանցի բարելավման եւ կառուցման պահով չեք պատկերացնի, թե ինչքան նոր մշակաբույսեր, ինչքան նոր ուրեմն պատղատու ծառեր կամ ընդհանուր ինչքան նոր ակտիվություն է այդտեղ գյուղատնտեսական ոլորտը իսկապես մեծ բան է զարգ է ապրում ու հիշեցնենք, որ Տավուշի այդ հատվածները, այսինքն նոյեմբերյանի Բերթի նաև եւ Իջևանի 3 խոշորացված համայնքներին, որը մենք անդրադառնում ենք, շատ մոտ են Վրաստանի սահմանին, որը մեր հիմնական սահմանն է արտահանման համար, հետեւաբար շատ ձեռնտու է հենց այդտեղ զարգացնել ընդհանուր գյուղատնտեսությունը, որպեսզի կարողանալ արագ նաև արտահանել։ Խոսենք նաև հիմնադրամի այլ ծրագրերից, տեղյակ եմ, որ վերջերս հիմնադրամը $240,000 է հատկացրել 8 նոր երիտասարդական նախաձեռնությունների համար, սրանք ինչ ուղղություններով են լինելու եւ ինչ նպատակ են ունենալու։ Շատ լավ, թիվերից թիվերի եթե մի կողմ դնենք, մեր հիմնադրամը այն եզակի հիմնադրամներից է կարծում եմ Հայաստանում, որ կանոնավոր կերպով երամսյակը մեկ, մեր տրամաբանությունը երամսյակային ցիկլերով են, դրամաշնորհները բաժանում։ Այսինքն մեզ կարելի է որպես երկարաժամկետ գործընկեր դիտարկել այդ տեսանկյունից, որովհետև երամսյակը մեկ մենք հայտարարում ենք ինչ-որ մի ուղղություն, որի վրա իսկապես ուզում ենք կենտրոնանալ, այդ ուղղությունը նաև ունենում է իր բաները, ենթաբաժինները, ավելի արդեն նեղ ուղղությունները, որի վրա ուզում ենք ներդրումներ անել եւ արդեն բաց մրցույթի տեսքով մենք հայտարարում ենք ուրեմն դրամաշնորհային մրցույթ ու դիմում են մեզ անցած երամսյակը, որը երիտասարդության էր նվիրված, մոտավորապես $240,000 ԱՄՆ ուրեմն դրամաշնորհ հատկացրեցինք 8 տարբեր կազմակերպությունների, բավականին մրցակցային է, մեզ դիմում են իրականում տասնյակ, եթե ոչ ավել կազմակերպություններ հենց Հայաստանում, որպեսզի կարողանան իրենց աշխատանքը, գործունեությունը ընդլայնել, նաև զարգացնել, ինչու ոչ այս ուրեմն երամսյակը ապրիլից մինչև հունիս 2026 կնվիրենք արվեստին ու մշակույթին, որին նաև շատ ուշադրություն ենք ուզում դարձնել, սովորաբար արվեստին մշակույթին ոչ թե քիչ են անդրադառնում, այլ ռեսուրսները ֆինանսական միշտ քիչ են թվում, մենք այդ էլի քիչ կազմակերպություններից ենք, հիմնադրամներից ենք, ով որ կարևորում է արվեստն ու մշակույթը, թե դրամաշնորհային արդեն ծրագրի միջոցով ֆինանսական աջակցություն ցուցաբերելով, թե նաև մի այլ ծրագրի մասին, եթե թույլ տաք ներկայացնեմ, անհատական ճամփորդական դրամաշնորհների ծրագիրը, որ էլի մշակույթը իր ուրույն տեղն է զբաղեցնում, անհատական ճամփորդական դրամաշնորհները ի տարբերություն դրամաշնորհային ծրագրերին ուղղված են անհատներին եւ ճամփորդական են։ Այսինքն էլի բնույթով դրամաշնորհ կարելի է իրենց անվանել, չնայած անգլերենով ունենք
grants, որը մեր դրամաշնորհային ծրագիրն է, եւ fellowships, որը մեր անհատական ճամփորդական Ինչ է դրամաշնորհներն են։ նշանակում ճամփորդական, այսինքն մարդը պիտի շրջագայի ներկայացնի հայկական մշակույթը, Այո, անպայման հայկական մշակույթը չէ, կարող է նաև իր տաղանդը, հա, ներկայացնել իր գյուտը, եթե հայկականի հետ կապ չունի։ Դա ճամփորդական դրամաշնորհները հենց հատկացնում ենք ճամփորդական բոլոր ծախսերը փակելու, որպեսզի անհատը կարողանա իսկապես անհոգ լինել եւ կենտրոնանալ հենց իր բանի վրա, ստեղծագործական աշխատանքների վրա։ Ունենք 3 տարբեր ուղղություններ։ Մեկը, որը ամենից կարելի ասել հայտնին է, դա ակադեմիական ոլորտն է, ովքեր որ ունեն ուսումնասիրություններ, հա, որ ուզում են կիսել տարբեր կոնֆերանսներին, գիտաժողովներին աշխարհում, դա մենք իրենց ուրեմն կարող ենք դրամաշնոր պարգևել։ Երկրորդ ուղղությունը դա ուրեմն արվեստն ու մշակույթն է, որտեղ էլի ավելի ցուցադրական, հա, տեսանկյունից ենք նայում դա, եթե տարբեր աշխարհում ցուցասրահներ կան կամ ինչ-որ միջոցառումներ կան, փառատոներ կան, հա, փառատոները սովորաբար շատ պահանջված են, արվեստաբանները, արվեստագետները, արհեստավորները, հա, տարբեր ուղղություններով երբ որ նայենք, հնարավորինս իրենց այդ հարթակներում իրենց աշխատանքները կարողանան ցուցադրել, ու երրորդը ավելի արդեն մրցույթային, ավելի ուրեմն այսպես մարզաձևերի, հա, տեսանկյունից երբ որ նայենք, հայերը որտեղ են ներկայացվում, ինչ տարբեր մարզաձևերով են հանդես գալիս, այս fellowships-ի կամ անհատական ճամփորդական դրամաշնորհների բուն նպատակը հնարավորինս այնպես անել, որ Հայաստանը կամ հայերը, որովհետև դա ոչ միայն Հայաստանաբնակ հայերի համար ենք մենք դա տալիս, այլ նաև սփյուռքահայության ենք ուղղում, աշխարհի տարբեր միջազգային լավագույն հարթակներում ներկայացված լինեն։ Մեր անունը հնչի կամ Հայաստանի, կամ հայկականի, կամ հայի։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Ես զրուցում էի Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի հետ, կհանդիպենք։